դատան թույլ կտակ, կանին որ բացակ միջնորդությունը պաշտպանական կողմում դարձրել, նախ առաջին ագիր դատան, եթե հատապիր շահերը առաջանում, ապ չունի, ասենք, տերական գործ կարճակատ չէ, թեկուզ 20 տարի ասնի, ցանկացած դեպքում, երբ որ ձեզ մակադեպի Արմեն Խամանյանի վերաբերյալ ցանկացած գործ, դատավորը պարտավոր է ինքնաբացակի միջնորդություն ներկայացնել սեփական նախաձեռնությամբ, որտեղ ժամանակին մանմանշի, որ տարիներ առաջ տեղել է դեպք, որտեղ տերական գործով ես ու Արմենը ունեցնենք հատկապես շատ։ Հիմա ես արդեն այսուհետ եթե դատարանը բացարկի միջնորդությունը մերժի, այսուհետ այս դատարանի կայացրած ցանկացած դատականար այլևս կասկածելի է, որտեղ ինքը չի կարող անաչել։ Այսինքն Մանուկյան, դուք պնդում եք ձեր ներկայացրած միջնորդությունը, ձեզ սրանք այն հիմքերը չեն, որոնք կարող են նախ առաջին դերադատավորական օրենսգրքով սահմանված է, որ բացարկի միջնորդությունը պետք է անհապաղ լուծվի, եւ երկրորդը անաչառությունը ու անկողմնակալությունը հետին թվով դատարանը չի կարող վերականգնել։ Եթե տվյալ բանին շահերի հակասությունը առաջացել չի կարող մի ամիս հետո էլ շահերի հակասությունը։ Այսինքն ձեր միջնորդությունը տնենք, որովհետև ունեցել եք հակատիշակ, դուժողի կարգավիճակ եք ունեցել, այսօր դուժողի կարգավիճակից դուրս եք եկել, հիմա գործը կրկնվում է ձեր նախագահության հետաքրքրության տակ, դուք այսօր կարող կամ արդարադատություն իրականացեք, կամ վրեժ լուծեք։ Ձեր բոլոր գործողությունները կասկածելի առնելու անաչառ դիտորդ տեսանկյունից է։ Շատ լավ, մեր միջնորդությանը, անգելի դատարան, այսօր, որ 10 տարեկաններ է թեկնել իրար հետ մի հատ փողոցը միջաբանություն անիմացնում 20 տարի իրար հետ խանդիպում են, նստված կենիշում են, ոչ ասում չեն ոտով, բայց այսօր չեմ կարծում, որ դուք չեք ստանում ենքան անգելի դատարան, չեք կարող դուք անաչար դատարան ունեք, էլի թեկուս դուք ձեր